Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Կարապետյան, երբ որ Ալեն Սիմոնյանին հարցրեցին մեր ձևով ձեզ մրցակից է թե չէ, վախենում եք թե չէ, ասես նման քաղաքական ուժ չկա, Պոնտենանում Բերդում հայտնվելով ուզում են քաղաքական ապաստան ստանան ազգային ժողովում, այդպես է թե չէ, եւ դուք հարցում արել եք մեր ձևով քանի տոկոս է այս պահին քանի տոկոս ձայների տիրապետում։ Եթե չեն անհանգստանում, մենք թող իրենք չվախենան Սամվել Կարապետյանից, եթե չեն վախենում Սամվել Կարապետյանից, թող ազատության մեջ լինի նա, մի շաբաթ հետո մենք տեսնենք ինչ իրավիճակ է Հայաստանի ներքաղաքական ընդհանուր դաշտում եւ ինչ իրավիճակ է մեր հասարակության մեջ։ Եթե իրենք չեն վախենում 37 վայրկյանանոց հարցազրույցի հոդվածով 6 ամիս մարդուն պահել կալանքի տակ, ինձ թվում է դա հաստատ ինքնավստահության ցուցիչ չէ, այլ մի քիչ ուրիշ բանի ցուցիչ է։ Հիմա մեղադրանքը լրացրել են, նախ ձայների հետ կապված։ Ամեն շաբաթ կարող են մեղադրանք լրացնեն, հետո այդ մեղադրանքը մերժվի, ցույց տրվի դրա սին լինելը եւ իրենք փորձեն ինչ որ ձև երկարացնեն։ Դուք պատկերացնում եք 3 ամիս, 4 ամիս մարդիկ մենք ունենալով տասնյակ հարյուրավոր ընկերություններ Հայաստանում գործ չեն կարող գտնեն։ Սա ցույց չի տալիս նախ որ մենք աշխատել ենք ճիշտ օրենքի սահմաններում, ինչքան հնարավոր է Հայաստանի իրականության մեջ։ Եվ երկրորդը թիմի պրոֆեսիոնալիզմը։ Այն թիմի, որը հավակնում է աշխատանքներ կատարել ի բարօրություն որ մեր հայրենիքի։ Պարոն Կարապետյան, դուք բացառում եք սրան լրացնեմ ուղղակի Նարեկ ջան կներես։ Պարոն Կարապետյան, տեսեք փողերի լվացում, հարկեր турքեր չմուծել, իշխանության զավթման կոչ եւ այլն, այսպես որ գնա կարող է Սամվել Կարապետյանին նաեւ պատերազմի մեջ մեղադրեն, պատերազմ սկսելու մեջ։ Աշխարհի բոլոր անտրամաբանական մեղադրանքների մեջ պրոֆեսիոնալ դարձած ուժը, որը ինդուստրիալ մասշտաբի է դա հանել, հնարավոր շատ բան անի, բայց մեր հասարակությունը արդեն իմունիտետ ունի ստերի եւ ստերի տարբեր ֆորմաների։ Պարոն Կարապետյան, մեկ տարի չազատեցին, մինչեւ ընտրություններ ազատ չարձակվեց։ Ինչ եք անելու, ո՞րն են ձեր գործողությունները։ Իրենք տեսնելու են հասարակության աճող բողոքը, որը այսօր էլ կա։ Մեր գիտեք ինչներ իրանց հաշվարկը։ Որն էր։ Որ դուք տոմսերը կառնեք կգնաք Ռուսաստան։ Որ կգնանք Ռուսաստան, բայց իրենք մի բան հաշվի չեն առել, որ մենք այստեղ Սամվել Կարապետյանը մինչև իմ տարիքը Հայաստան է ապրել, մենք բոլորս 200 տարի մեր տունը նույն վայրում է, ինչ որ 200 տարի առաջ ու նույն տեղն ենք ապրում այս 200 տարի, մեր ընտանիքը։ Այսինքն ու բացի դրանից նկատի ունեք։ Ոչ, Լեռնավիթ գյուղի մեր տունը, որտեղ հիմա բնակվում են մեր։ Պարոն Կարապետյան, Ամստերդամի խոսքերի մեջ շարունակեմ, կարևոր բան կար։ Հա, իրենց հաշվարկը ուղղակի, որ բոլոր մարդիկ, ովքեր ունեն ֆինանսներ, սիրում են կոմֆորտ, բայց իրենք չեն հասկանում մարդկանց գաղափարականությունը։ Եվ հիմա ամեն օր իրենք զգալու են այդ գաղափարականությունը մարդկանց ու զգալու են, որ չի ստացվում ոնց որ մարդու վրա ճնշում գործադրել, որովհետև արդեն իրենց մոտ դեֆորմացիա կա, բոլոր մարդկանց կարծիքները ջարդելու կալանքի միջոցով մասնագիտական դեֆորմացիա են ենթարկվել, իսկ դրա ճանապարհը վերջում բռնապետությունն է։ Իհարկե դուք բացառում եք, որ տաշիր ընկերությունների խմբում ընդհանրապես կոռուպցիոն որևէ ռիսկ չկա եւ այս ուսումնասիրությունները ցույց են տալու, որ իշխանությունների մեղադրանքները իրավապահ համակարգի մեղադրանքները սին են։ Նայեք, կոռուպցիոն ասելով, Նայեք ջան, դուք նկատի ունեք, եթե ընկերության մեջ կա կոռուպցիոն ինչ որ խնդրեմ, դա մեր հանդեպ է, մենք ենք դուժողը։ Ձեր գրպանից։ Իրենք հաշվի չեն առնում, որ երբ որ ստուգում են այն ընկերությունները, որոնք մեր են, որ մենք ենք սեփականատերը, եթե կոռուպցիոն խնդիրները չլինեն, մեր շահույթը կավելանա։ Տրամաբանական իրենք միշտ ստուգել են պետական հիմնարկներ, մասնավորի ստուգման առաջի մեծ փորձն է իրենց։ Հարկային պարտավորությունները կատարելիս փողեր լվանալ, այդտեղ սեփականատերը եւս կարող է մասնակցել։ Այսպես ասեմ, բացառելը կարող է լինել Հայաստանում կա հարկային օրենսգրքում երկակիության խնդրեմ։ Ինչն է երկակիության խնդրեմը։ Նույն բանին կարող են նայել այս աչքով ու այն աչքով, բայց մենք ընկերությունների մեծ մասը ասում է տարեկան աուդիտ։
այդ մեծ մասը անցնում է աշխարհի 4 լավագույն աուդիտորական ընկերություններում տարեկան աուդիտ։ Եթե խնդիր կար, մենք մինչև այդ աուդիտորականների կողմից կիմանայինք։ Տեսեք, հիմա ասում են 300 քանի միլիոն աշխատավարձ եք ստացել մեկ տարվա մեջ, դա արդեն կոռուպցիոն ռիսկ չի Չէ, կարող։ այդպես բան չեն ասել։ Այդ 300 քանի միլիոնը ինչքան ժամանակ։ Չէ, դա իմ մասին չէր։ Այդ 300 միլիոնը մի տարվա ինչ որ այդ ինչ բանը, դա իմ մասին չէր։ Իսկ մյուս մի հատ երկրորդ բան, որ որպես տնօրենների խորհրդի անդամ, ոչ թե նախագահ, որովհետև երբ որ եղել եմ նախագահ, հրաժարվել եմ աշխատավարձից, իսկ երբ որ եղել եմ այսինքն մնացել է հեծում այդ գումարը։ հա, Պարոն Կարապետյան, ամեն իսկ երբ որ եղել եմ անդամ, այդ աշխատավարձը փոխանցել ենք մեր բարեգործականին, բայց ելի եմ ուզում ասեմ, գրպանից հանել են, դրել են մյուս բայց էդ էլ է մեր գրպանը, այո, Անի ջան, բայց հաշվի առեք, որ հեծնել, դա տնօրենների խորհրդին վճարում է իր սեփական միջոցներից, այսինքն հեծի սեփականատիրոջ միջոցներից։ Սա ամբողջ հաշվարկի վիճակում պարոն Կարապետյան, այդքան բարձր աշխատավարձ ստանաք։ Նարեկ ջան, աշխատավարձը վճարվում է բարեգործական հիմնադրամին, փոխանցում էր, բայց կարևոր բան ասեմ, տխուր վիճակի հետ կապված։ Ներդրումային մեր սակագնայինի թույլ տված մաքսիմալ ներդրումները մենք արել ենք։ Էֆեկտիվության խնդիր եղել է, իհարկե եղել է։ Դրա համար ես 6 ամիս առաջ նշանակվել եմ Հեծի տնօրենների խորհրդի նախագահ, որ այդ էֆեկտիվության հարցը լուծենք։ 6 ամսվա ընթացքում անջատումների քանակը ՀՑԿ-ի տվյալներով 25% իջել էր։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը Հեծի հետ Լավ կապված ցուցանիշ է թե վատ։ երկու սցենար է հայտարարել։ Բայց լավ ցուցանիշ է թե վատ։ Պետք է ուսումնասիրեմ, որ ասեմ, ներողություն էլի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը Հեծի հետ կապված երկու սցենար է ներկայացրել։ Նշում է, որ կամ դա պետք է պետականացվի, կամ պետականացվի եւ տրվի էներգետիկ ոլորտի կառավարչի։ Դեռ գիտենք, որ վարույթ է ընթանում եւ վարչապետը նման հայտարարություն է անում։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, օրինակ հանձնաժողովի նախագահն ասում է, որ ոչ բնավ վարչապետի այս հայտարարությունը մեզ համար ուղղորդում չէ, դուք այդպես կարծում եք։ Երկու բան, առաջինը դուք հիշում եք, որ Նոբելյան մրցանակ ստացած այս տարվա 24 թվականի, այսինքն նախորդ տարվա Նոբելյան մրցանակակիրը տնտեսագիտության գծով հայտարարեց մեր շարժման հաշվետու ժողովի ժամանակ, որ ազգայնացումը էներգետիկ ակտիվների սեփականաշնորհման դեմ քայլերը վատ ազդեցություն են ունենալու երկրի տնտեսական մրցակցայնության վրա։ Այսինքն այո, Moody's-ը հենց իրենք սկսեցին դրա մասին խոսել, Moody's-ի վարկանիշով Հեծի իջավ։ Իդեպ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, Հեծը մենք գնել ենք այն ժամանակ, երբ ուներ մինուս իմ հիշելով 30-40 միլիոն դոլար մինուս եւ շատ մեծ գումարով, այսինքն ընդհանուր գործարքի արժեքը շատ մեծ էր։ Մնացել էր սնանկության 3 ամիս։ Դրանից հետո մենք գնել ենք, դարձրել ենք Հայաստանի վարկանիշից ավելի բարձր հիմնարկ։ Հեծում եղել է խնդրեմ, իհարկե եղել է, Հայաստանում ուր չկա խնդրեմ։ Մեր նույն հասարակությունն է իր խնդիրներով, բայց որպես սեփականատերը ինչ է կառավարում։ Նա ներդրումներն է կառավարում, կորուստները իջել է 13-ից 6% Չեխիայի մակարդակին է հասել, ներդրումներն Հայաստանում իրենք ամբողջ տարին բերում են օտարերկա 70-80 միլիոն ներդրում։ Փաշինյանի հայտարարությունը ճնշում համարում եք թե ոչ։ Էս էլ ասել։ Հասարակությունը դժգոհ է, պարոն Կարապետյան։ Մարդիկ են հավաքվել, սպասում են։ Ամեն դեպքում մի հարց է։ Շնորհակալ եմ։ Մեկ րոպե, բայց։ Բայց ինչ է խանգարեցի։